ասեն հրապարակումներ կային, որ բիզնես գործունեությամբ եք զբաղվում, ձկների հետ կապված, այո, նաև։ Տեսեք, դե հիմա ինչ գտնեն գրեն, նորադուսին, այո, նորադուսին հիմնականում ձկով է զբաղվել, ես կյանքում լիճ ձուկ բռնելու չեմ մտել, իշքամ էլ որ գրեն, իրանց ճղեն, բայց ամեն դեպքում ամբողջ գյուղը գիտի 8000 բնակչություն գիտի մի հոգի չէ, ես ընդհանրապես լիճ չեմ մտել, իսկ ինչ վերաբերում, չգիտեմ, ասում էին ձուկ ա վաճառել եւ այլն, այո, ես չեմ փախչում նրանից, աշխատել եմ հալալ քրտինքով, որովհետեւ մեկից որից բան չեմ գողացել, որովհետեւ մեկին որից ձև չեմ խաբել, աշխատել եմ, ես դրանից առաջ աշխատում էի Սևան ազգային պարկում, ընտրություններից հետո, որտեղ պարոն Մինասյանը Արծուվիկ նախարար էր, դե իհարկե ընդդիմադիր հայացքներ ունեցող ոսկարապետական համակարգում աշխատի, ինձ հանեցին գործից, այսինքն այնպես չի, որ այդ ամոթ բան չի, էլի ձուկ վաճառելը, այո, ու ես ասեմ, այդ դրանով ես ավելի լավ էի կարողանում ապրել, քան հիմա 700,000-ով։ Ավելի մեծ գումարներ է ստանում ձուկ վաճառելը։ Ավելի մեծ գումարներ, այլ ավելի շատ է ժամանակը տրամադրում, կոպիտ ասած, եկամտին եւ այլն։ Հիմա առավոտ պետք է արտանաս 6-ին 6:30 ու շարժվես Երևան, որ կարողանաս 9-ին գոնե աշխատանքի վայրը մտնես, ընդ որում ես երբեք 9-ից ուշ ազգային ժողով չեմ եկել, որովհետեւ իմ ընտանիքում այդ դիսցիպլինան միշտ եղել ու հուսով եմ ես էլ կշարունակեմ մեր երեխեքին։